Տիկին Մարգարիտա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրեք եկել ինձ։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Մարգարիտա, այս վերջերս հնարավորություն ունեցա ծանոթանալու ձեր ստեղծագործությունների հետ, ինչպես նաև ծանոթացա ձեր կենսագրության հետ։ Այդ ձեր ստեղծագործություններում եւ կենսագրությունն ուսումնասիրելիս մի sense գիծ կար, որ գնում էր ամենուրեք, կապված ձեր անցած ուղու հետ, մեր բոլորիս անցած արդեն անկախության տարիների հետ, դրանից առաջ ինչ է տեղի ունենում մեզ հետ։ Եվ ինձ շատ հետաքրքրեց այն ամենը, ինչ որ ձեր կյանքում կատարվել է։ Ասեմ նաև ինչու, որովհետև դուք մի սերնդի ներկայացուցիչ եք, նույն սերնդից ես ունեմ շատ ընկերներ, հետաքրքիր է, այդպես է ստացվել իմ կյանքում, ինչպես նաև ծնողներս, էլի նույն սերնդից են։ Եվ շատ հաճախ, իրենց շատ սիրելով, երբեմն մտովի ուզում եմ հետ գնամ հասկանալու համար, ինչպիսին էր Երևանը, ինչպիսին էին մարդկային փոխհարաբերությունները, մինչև անկախությունը, անկախությունից հետո, ինչպիսին էր մեր Հայաստանը, ինչ դժվարություններ կար, եւ պատրաստ էինք արդյոք մենք այդ անկախությանը։ Կկիսվեք մեզ հետ ձեր մտքերով։ Իհարկե, մեր սերունդը փաստորեն մի հազարամյակից սահուն անցավ մյուս հազարամյակին, երկրորդից երրորդ եւ 20-րդից հարյուրամյակից անցավ 21-րդ հարյուրամյակ եւ իհարկե շատ ժամանակահատվածների դրոշմներ ունենք մեզ վրա յուրաքանչյուրը հետաքրքիր յուրահատուկ իր ուրախություններով առանձնահատկություններով տխրություններով տառապանքներով նաև իհարկե եւ շատ հարուստ, այսպես ասած, փորձ ու կենսագրություն ենք ձեռք բերել, որը պատրաստ ենք հաղորդել մյուս սերունդներին, բայց ինչքանով է մեր փորձը եւ կենսագրությունը ընդունելի այս սերնդի համար, որին մենք ուզում ենք տալ, ես չգիտեմ, դեռևս չգիտեմ, որովհետեւ Գիտեք, մենք շատ անպատրաստ ենք շատ բաների, որոնց մեջ շատ վարպետ են երիտասարդ սերունդները։ Սկսած նոր տեխնոլոգիաներից, վերջացրած արվեստի որոշ ճյուղեր, որ կտրուկ զարգացում են ապրել, նոր ոլորտներ, որոնք առաջացել են գիտության մեջ, եւ մեզ համար դա շատ դժվարամարս երևույթ է։ Եվ մենք նույնքան անփորձ ու անպաշտպան ենք դրա դեմ, ինչքան որ ասենք հողմերի, մրիկների եւ այլնի, որովհետեւ երբ որ փոքրն է սովորում, նա շատ ընկալունակ է, երբ որ մեծ տարիքում ես փորձում սովորել, դա շատ իհարկե գովելի է, բայց դժվարամարս է, դժվար ես ընդունում, եւ ընդունելուց հետո էլ դժվար ես պահում քո մեջ։ Դա էլ է շատ կարևոր։ Եվ պարզվում է, որ մենք իրար տալու շատ բաներ ունենք։ Հիմա ինչքանով հաջող կստացվի այդ գործընթացը տալու եւ ընդունելու, երկու սերունդներ այստեղ մտածելու բան ունեն։ Բայց շարունակականությունը, հատկապես կրթության, դաստիարակության, ավանդույթների փոխանցման մեջ, կարծիքով շատ դրական բան է, որին պիտի ձգտենք մեր մեջ էլ մերժենք այն ինչ որ մենք ապրել ենք մեզ համար անընդունելի է եղել, բայց անգիտակցաբար ձեռք ենք բերել որպես սեփական սովորույթ, որպես սեփական մտածելակերպի կարծրատիպ։ Նկատի ունեք մինչև անկախությունը։ Ես ի նկատի չունեմ հասարակական ֆորմատը, ես ավելի շատ որպես ավանդույթ, որպես հարաբերությունների բնույթ, այդ բաները կարծրատիպերը ի նկատի ունեմ։ Դրա համար շատ բաներ պիտի մտածենք, վերլուծենք, հասկանանք եւ քայլենք առաջ։ Ինչ վերաբերում է Երևանին, ես Երևան եմ եկել, տեղափոխվել, երբ որ արդեն բավականին մեծ աղջիկ էի, 13 տարեկան, եւ Երևանը ինձ համար շատ տոն էր, քաղաք, որը տոն էր։ Թիֆլիս գնացել էի շատ հաճախ, որովհետեւ Վրաստանում ենք բնակվում, բայց Երևան առաջին անգամ, երբ որ 11, հետո 13 տարում արդեն տեղափոխվեցինք
մեկընդմիշտ։ Եվ դարձա Երևանցի, որովհետև շատ սիրեցի, եւ Երևանը շատ յուրահատուկ էր, Երևանը մինչև հիմա յուրահատուկ է, եւ ինքը բոլոր հայերի մայրաքաղաքն է, շատ մշակույթների շերտ առ շերտ ընդգրկող քաղաք է ինքը։ Այդ հիմա թե նախկինում։ Այն ժամանակ Այն ժամանակ։ որովհետև տեսեք 15-ից 20 քանի թվերը եկել էր արևմտահայության մի սերունդ գումարվել էր տեղաբնակներին, հետո 46 թվականի ներգաղթը, հետո այն Սովետի մյուս հանրապետությունների հետ համեմատ Հայաստանում ավելի շատ էր դրսի հետ կապերը, որովհետև ազգականներին էին այցելում, այստեղից էին գնում, մեզ մոտ էին գալիս, եւ մենք որոշակի պատկերացումներ ունեինք, եւ կար մի հանգամանք նաեւ, որ Հարավային Կովկասի հանրապետությունները շատ ավելի ազատ մտածելակերպ եւ հարաբերություններ ունեին, քան թե Ռուսաստանում, գուցե Ուկրաինայում չգիտեմ, մյուս հանրապետություններում ես կասեի, Ռուսաստանում հատկապես։ Այդ ներգաղթով էր պայմանավորված։ Չեմ կարծում, ուղղակի հոսքը դեպի ներս եւ դեպի դուրս ավելի շատ է, իսկ ներգաղթը բերեց մշակույթ կիրակուրներից սկսած, հագնվելուց վերջացրած, մեր կարծրատիպերը բախվում էին եւ այն կողմից էին ջարդվում եւ այս կողմից էին ջարդվում, որովհետեւ հայերը ոչ միայն հայերը, երևի բոլորի մեջ կա այդ բանը, որ չենք ընդունում նոր բան, դժվարությամբ ենք ընդունում, եւ մեզ թվում է, որ մեր ամենաճիշտն է, բայց հետո վերջ-վերջո իր որ բախվում ես, փորձում ես հասկանալ, փորձում ես խորանալ, ընդունում ես որոշ չափով, ինքդ ես փոխվում, եւ նորեկների եւ տեղացի հայերի մեջ դա տեղի ունեցավ տասնամյակներ շարունակ, եւ իրենք էին դժգոհ մեզանից եւ մենք էինք իրենցից դժգոհ, չգիտես ինչու։ Բայց չի կարելի ժխտել են փաստը, որ մենք իրենցից շատ բան սովորեցինք։ Չի բացառում նաև, որ նրանք էլ շատ բան սովորեցին տեղացիներից։ Չեմ կարող ասել թե ինչ, բայց կարծում եմ, մտածում եմ, որ երևի այդպես է։ Մարգարիտա, երբեմն որ խոսում եք, ես էդ էի մտածում մամայի հետ, երբեմն որ դուրս ենք գալիս, փոսում ենք Երևանով, ինքը շատ հաճախ ասում է, վայ, ին ոնց է փոխվել իմ քաղաքը։ Ես չեմ ճանաչում իմ քաղաքը ու այդ պահին ես թախից եմ տեսնում իր մեջ։ Չեմ տեսնում նեգատիվ, որովհետև ինքը դեմ չի պրոգրեսին, բայց ինչ որ թախից կա։ Օրինակ, ինչը կարելի է կարոտել այդ հին Երևանի։ Ավելի շատ ոնց որ դու քո երիտասարդությունն ես կարոտում, թե ինչ որ բաներ կար, որ արժեր պահպանվել Երևանը։ Կա այդ բանը։ Իմ ընկերուհին հիշում է, որ Տերյանով ինչ որ արվակ էր հիշում եւ ինչ որ սեփական տներ կային, որ այդ խաղողի այգիները այդ արվակով ջրում էին։ Իհարկե կարոտելու բան է։ Մեզ դե հիմա չկա։ Հիմա արդեն նոր Երևան է, դրա տեղը երևի բարձրահարկ շենք են կառուցել, չգիտեմ կոնկրետ որ հասցի մասներին խոսում։ Ուզում եմ ասել, որ մեր կարոտելու հատկանիշը ավելի շատ ուղղված է մեր տարիքին, մեր պատանեկությանը, երիտասարդությանը, շոշափուկների, քիմքի, երևակայության վառ ընկալելու հատկությանը, որ հետո խամրում է, հետո թուլանում է, հետո եւ մենք կարոտում ենք այն մարդկանց, որոնք ապրում էին այդ միջավայրում, եւ միջավայրն ենք մենք հիշում, փոխանակ մեզ հիշեք։ Կա այդ բանը, բայց Երևանը իհարկե փոխվել է։ Եվ փոխվել է պիտի լավը, դեպի լավը կարծում եմ։ Երբ որ տեղի ունենում արտագաղթ, միշտ գնում են այն մարդիկ, որոնք ավելի դինամիկ են։ Բոլոր դինամիկները չեն գնում, բայց կա մի զանգված, որը գնում է, որտեղ ավելի լավ աշխատանք կա, որտեղ ավելի բարձր կենսամակարդակ կա եւ այլն։ Ես մի քանի տարի առաջ Ամերիկայում հանդիպեցի իմ հին ծանոթներին, որոնք ասում էին, որ այս Ամերիկան ոնց է փչացել, որ մենք եկանք, այս ինչ լավ երկիր էր, հիմա ասում են Սկանդինավյան երկրները ամենալավն է, պետք է մտածել տեղափոխվելու մասին։ Ու ես զարմացա, մարդը 20 տարի ապրել է Ամերիկայում եւ հայրենիքի զգացում չի ձեռք բերել։
Հայաստանից գնացել էր, էլի չի ձեռք բերել։ Հա։ Այսինքն Չկունեն, շուտ են հարմարվում։ Չեմ ուզում այդ բան ասել, որովհետև այդ զանգվածն էլ է անհրաժեշտ մոլորակի բնակչությանը, որպեսզի խոսքերը կարգավորվեն մարդկանց, հասարակությունների, ազգերի միջև եւ այլն, բայց երբ որ քաղաքից կոնկրետ մի զանգված է գնում, մի խավ է գնում, քաղաքը կորցնում է իր դիմագիծը, հետո կամած վերականգնում է, բայց ոչ թե հինը, այլ նոր դիմագիծ է ձեռք բերում։ Հիմա ես զգում եմ, որ Երևանի ձեռք բերովի այդ նոր դիմագծերը ինձ դուր են գալիս։ Հա։ Այո, Պոնչլովը։ Օրինակ 2000-ականին ավելի ճիշտ սկիզբը մինչև 2010 թվականը այդ էկլեկտիզմը, որ ամբողջ Երևանում էր, որ դեռ չգիտեիր, թե այդ քաոսից ինչ է ծնվելու, դա ինձ սպանում էր։ Եվ ինձ թվում է նաև լեզվական միջավայրն է փոխվում, կարծում եմ։ Ինչ առումով։ Գրեհկաբանությունը կարծես մի փոքր քչանում է։ Ինձ այդպես թվում գուցե, չգիտեմ։ Մի պահ շատ իջավ։ Փողոցում իրար հետ շփվելու, ընտանիքների մասին չեմ խոսում, բայց մի պահ շատ իջավ։ Հիմա կարծես թե էլի ինչ որ մի բան կայանում է, ընդունելի լեզվական միջավայր կայանում է։ Եվ մի բան էլ եմ ուզում ասել։ Երևանի արկայությունը ընդհանրապես ամբողջ հայության համար մի մեծ պատեհություն ասեմ, երջանկություն ասեմ։ Մի անգամ հանդիպում ունեինք Հակոբ Հակոբյանի հետ, մեր լավ նշանավոր նկարիչ, որը ճանաչվում է որպես ամենահայ նկարիչը գուցե Մարտիրոսյանից հետո։ Ուղղակի ոճերն են տարբեր, եւ ինքը ասում էր, որ եթե Երևանը չլիներ, ընդհանրապես հայկական մշակույթի ձևավորման միջավայր մենք չէինք ունենա։ Ու ինքը շատ ճիշտ է այդ բանը ձևակերպել միտքը, որովհետև մեծ քաղաքի միջավայրը մշակույթի ձևավորման համար շատ լավ միջավայր է, այո, սնող միջավայր է։ Եվ պիտի հուսանք, որ լավ գործեր պիտի ծնվեն, լավ արվեստ, գրականություն պիտի ծնվի, լավ մշակույթ, տեխնոլոգիաներ, գիտություն։ Ինձ մարդկային փոխհարաբերությունների առումով էլի ուզած հիշում եմ նոր տարվա օրերը, երբ որ այն ժամանակ ուրիշ ձև էր, դու կարող էիր առանց զգուշացնելու, առանց որևիցե բան նախապատրաստելու գնալ մարդկանց տուն։ Ես հիշում եմ անգամ իմ երեխա եղած ժամանակ ոչ մի հատուկ նախապատրաստություն պետք չէր, իսկ հիմա այնպես է ստացվում, որ մարդիկ խուսափում են նեղություն տալ անգամ այդ օրերին, մարդկային փոխհարաբերությունների առումով ինչ-որ բան փոխվել է։ Գիտեք, ես հիշում եմ, որ նոր տարում, մեկ էլ ժամը 8-ին մեր տուն մարդ էր գալիս, ու այդ մարդուն կարող է ես ամբողջ տարի չտեսնեի, հա։ Չէ, նոր տարում, ամսի 1-ին։ Հա, ամսի 1-ին։ 31-ին ամբողջ գիշերը չես քնում։ Առավոտյան 8-ին, այդ դաշանա։ Մեկ էլ ժամը 8-ին գալիս է մի մարդ, ընտանիքով, որին դու ամբողջ տարի գրեթե չես շփվել իր հետ, բայց ինքը մտածում է, որ ամենալավ մղումներից ելնելով, դերևս։ Բայց դա նորմալ չի, և չէր, այն ժամանակ էլ չէր։ Ուղղակի, չգիտեմ, հարգանքի դրսևորումը մենք այլ բաների մեջ ենք տեղափոխել։ Եվ իմ կարծիքով դա լավ է, որովհետև անկեղծությունը նրա մեջ չի, որ դու պատուհաս դառնաս ինչ-որ մեկի գլխին, այլ կարծում եմ կա հեռախոս, այն ժամանակ բոլորը չունեին հեռախոս, և կա պարզ մի բան, որ եթե դու գնում ես քո ներկայությամբ ինչ-որ բան ես պարտադրում մարդկանց, գոնե ժամանակի կորուստ չասեմ, բայց ժամանակ պիտի վերցնի այդ ձեր հանդիպումը, ավելի լավ չի պայմանավորվել, երկուստեք շատ ավելի լավ է։ Իսկ սա փոփոխություն է, որ դրական ենք գնահատում ավելի։ Ես դրական եմ գնահատում, եւ դա նաեւ հարաբերությունների մշակույթ է, որ պիտի սովորենք գնահատել մեր ժամանակը եւ տարիքի հետ հատկապես կարևորում ես նաեւ քո շփումները, թե ում հետ է ավելի շատ լինում,
չես կարող նույն ինտենսիվությամբ ծախսել քո կյանքը։ Նեղանում շրջապատը Այո, ճիշտ է։ այո, ուզես թե չուզես այդպես է։ Իսկ անկեղծությունը չեմ կարծում, որ պակասել է մարդկանց մեջ։ Ուղղակի կյանքը որ փոխվել է, հարաբերություններն էլ են փոխվում, բայց ոչ անկեղծության հաշվին, այլ ավելի շատ հարաբերությունների գնահատման առումով, որ նեղություն չպատճառեն, որ հարմար լինի դիմացինի համար եւ նման բաներով կարծում եմ։ Շնորհակալություն։ Տիկին Մարգարիտա, մենք երկուս էլ փաստորեն առողջապահության ոլորտից ենք։ Դուք երկար տարիների փորձ ունեք իհարկե։ Ես մոտավորապես 25+ երևի, որպես առողջապահական տենց առողջապահության ոլորտի կազմակերպիչ եմ։ Այս առումով դուք էլի ակունքներում եք կանգնած եղել, երբ որ կայսրությունը փլուզվեց եւ դրանից հետո համակարգն էլ պիտի արագ ճկուն ձևով հարմարվեր այս նոր փոփոխություններին։ Մի քիչ խոսենք դրա մասին, ձեր փորձից, այ 30 տարի անց, երբ որ դուք նայում եք ինչ տեղի ունեցավ, ձեր կարծիքով մենք պատվով անցանք այդ փոփոխությունները շրջանը հենց առողջապահության ոլորտում։ Թե ինչ որ բաներ կարող ենք ավելի լավ անել։ Այո, ավելի քան պատվով անցանք, որովհետև տեսեք, խորհրդային տարիներին բոլոր հանրապետությունները 2 տարի առաջ կազմում էին հայտ, օրինակ իմ ոլորտում, կոնկրետ դեղագործության ոլորտում, դեղերի ամբողջ տեսականու վերաբերյալ եւ քանակների դրանց։ Եվ օրինակ եթե 25 թիվներ, եթե շարունակվեին այդ տարիները, Աստված չանի, 27 թվականին արդեն մենք պետքա մարտին պաշտպանեինք մեր հայտը Մոսկվայում։ Թե 27 թվականին ըստ հիվանդացության ինչ քանակի եւ ինչ տեսակի դեղորայք են մեզ անհրաժեշտ լինելու։ Եվ արտասահմանցիները մեր վրա անեկդոտ էին պատմում, ծաղրում էին, որ Խորհրդային Միությունում լոգիստիկայի ամենահանճարեղ ձևն է հայտնաբերված, բոլոր արտպրանքները ներկրվում են Մոսկվա կամ Լենինգրադ եւ այնտեղից բաշխվում են ըստ անհրաժեշտության այլ բաները։ Ոչ մի հատ ուղիղ ներկրում չկար։ Հա, այդ ժամանակ տենց։ Այո, միայն։ Եվ եթե այդ ուղղահայաց կապերի միանգամյա փլուզումը եւ երկաթուղային ճանապարհի վերացումը հաշվի առնենք, որ մեր բեռների մի մասը մնաց Հյուսիսային Կովկասում, եւ մենք ինչպես դուրս եկանք այդ իրավիճակից, ես կարծում եմ, որ ավելի լավ հնարավոր չէր մտածել եւ փառք մեր դեղագործների ձեռներեցությանը, կազմակերպվածությանը եւ մեր դեղագործության կազմակերպիչներին, որոնք իրենց աշխատանքով թույլ տվեցին ունենալ այնպիսի մի իրավիճակ, որ ամբողջ այդ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ոչ մի բինտի, բամբակի, չգիտեմ, ասպիրինի, ներարկման լուծույթի, անտիբիոտիկների ոչ մի բանի կարիք չի եղել, որը չապահովված լինի։ Այո։ Այո, բացի դրանից մեր հարևան հանրապետությունները օգտվում էին մեր, այսպես ասած, ապահովությունից եւ մենք իրենց օգնում էինք այդ առումով։ Հետո փոխվեց իրավիճակը, երբ որ մեզ մոտ մտցվեց ավելացված արժեքի հարկը, արդեն փոխվեց, մենք էինք իրենցից ներկրում դեղորայք։ Այսինքն դες է ստացվել, որ մենք մյուս երկրներից ավելի ճկուն գտնվեցինք այդ этаպում։ Կարծում եմ, այո։ Կարծում եմ, այո, եւ ես հիշում եմ զեկույցը կարդում եւ այդ Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչ Ռասմուսենը պարոն ասեց, որ մեր ճանապարհը անցած կարող է բան լինել ուղեցույց մյուս երկրների համար, որոնք նույնպես անցման իրավիճակ են ապրում։ Այո, այո, այո։ Որպես օրինակ էլի։ Այո, այո, սցենար, որով կարող է շարժվել։ Դուք Հայաստանի դեղատների գլխավոր վարչության առաջին կին ղեկավարն եք եղել։ Այո։ Դեղագործական երկու ասոցիացիաներ եք հիմնել։ Այո։ Ազգային ժողովի առողջապահության ոլորտից առաջին կին падգամավորն եք եղել, գործարար եք եղել։ Այո։ Եվ կին։ Եվ կին։ Ես շարունակել եմ մնալ կին։ Եվ շարունակել, ասեմ ավելին շարունակել եմ մնալ կին։
Փոխվել է արդյոք այս տարիների ընթացքում ձեր կարծիքով կին ղեկավար կնոջ ընկալումը հասարակության մեջ։ Ես ինչ եմ այս հարցը տալիս, որովհետև այս վերջերս, երբ որ էլի ձեր սերնդի տղամարդկանց հետ եմ խոսում, ովքեր որ այն ժամանակ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում եւ հիմա էլ իրենց փորձառության, հմտությունների, գիտելիքների շնորհիվ շարունակում են աշխատել եւ որոշակի պաշտոններ զբաղեցնել, իրենց հետ խոսելուց ես հասկանում եմ, որ եթե ճիշտ բառ ընտրեմ, կա դիսկոմֆորտ, որ իրենց ղեկավարը կին է։ Ձեր կարծիքով կա այս գիծը, թե ես սխալ եմ նկատել, որ մեր տղամարդիկ նեղվում են կնոջ այս դերի փոփոխության հետ։ Ու կա արդյոք այդ դերի փոփոխությունը։ Հիմա կարծեմ ավելի պակաս են նեղվում։ Երբ որ իմ տեխնացությունը կար դեղատների գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնում հաստատելու համար, անգամ մեր եվրոպացի Բաբլոյանը այն ժամանակվա նախարարը ասում էր, դե լավ է, ախր կին է, ես ժամը 8-ին ոնց պիտի զանգեմ, ասեմ Մարգարիտ Սամվելյան։ Իսկ կոլեգիայի մի քանի այլ անդամներ ասում են, Մարգարիտ Սամվելյանն ասում Բա մի հատ չհայհոյենք սիրտներս հանգստանա, այսինքն մշակույթը լավ փոխվել։ Իհարկե փոխվել է ուրախություն մեզ եւ հիմա կարծես թե չեմ լսում իմ ամենաատելի արտահայտությունը տղամարդ կին է։ Վայ ոնց ես էլ չեմ սիրում։ Ինչի են տենց ասում։ Ուզում էին հաջողախոսություն ասել, անել, բայց ստացվում էր, որ քեզ վիրավորում էին ամենավերջին բանով։ Դե ընկալումը այդպեսին էր, որ եթե ուժեղ ես, եթե կազմակերպչական հատկություններ ունես, եթե կարողանում ես քայլեցնել, ուրեմն դու պիտի տղամարդ լինես, տղամարդկային հատկանիշներով, բայց նաև մեր հայ ընտանեկան ավանդույթների համաձայն կինը միշտ շատ կարևոր է, ավելի կարևոր ոչ տեսանելի մակարդակում, քան թե տղամարդը, եթե դու պաշտոնյա ես, չես կարող չցուցադրել, որ դու առաջին դեմքն ես, եւ դա վիրավորում է տղամարդկանց ինքնասիրությունը, ինչ որ չափով։ Կան տղամարդիկ, որ հաշտվում են դրա հետ, կան որոնք չեն հաշտվում, որոնք որ տղամարդ են ծնվել, արդեն մտածում են, որ իրենք առաջինն են, ոչ թե կնոջից հետո։ Դե հիմա այդպես է։ Բայց կարծում եմ հիմա ավելի բարեհաճ է հասարակությունը այդ կողմից։ Առավել եւս, գիտեք, ոչ տղամարդկանց չի վերաբերում դա միայն։ Կանայք էլ են շատ խանդոտ կին ղեկավարների, ավելի պահանջկոտ են կին ղեկավարների նկատմամբ հենց կանանց հանրությունը, քան տղամարդկանց։ Օրինակ վերցնենք մեր կին պաշտոնյաներին, ովքեր են ամենաշատը քննադատում, կանայք, իսկ տղամարդկան չեն քննադատում։ Ճիշտ է։ Եվ ինչ եմ նկատել, քանի որ ընտրություններով ես անցել եմ, որ ամենավտանգավոր ընտրամասան, էլեկտորատը, այսպես ասած, կանանց համար, կին տեխնացիների համար, հենց կանանց էլեկտորատն է, որովհետև իրանք շատ ավելի քննադատաբար են մոտենում, շատ ավելի խիստ են մոտենում կին տեխնացիներին, քան թե տղամարդկանց։ Բայց դա էլ կարծրատիպ է, որը ժամանակի ընթացքում բացում եմ կմեղմանա, կկոտրվի, եթե արդեն որոշ չափով չի մեղմացել եւ չի կոտրվել։ Մենք քայլելու ճանապարհ ունենք, բավականին երկար։ Մինչև որ հանգրվանենք միտեղ, որտեղ որ կբավարարվենք մեր ունեցած հարաբերություններում։ Եվ այդ գիտեք, ես միշտ դեմ եմ եղել այդ կոշտ առերևույթ մրցակցությանը կանանց եւ տղամարդկանց, Ճիշտ է։ Այո։ որը ընտանիքում հատկապես շատ գրեհիկ ձևեր է ստանում։ Այո։ Եվ բայց նաեւ պատրաստ չենք դա այնպես մարսել, այնպես ապրել, որ դա
չփչացնի մեր հարաբերությունները տղամարդկանց հետ, որ մենք կարողանանք արժանապատիվ լինել մեր կեցվածքով, մեր պաշտոնում, մեր վիճակում, եւ տղամարդիկ համապատասխանաբար այդպես վերաբերվեն մեզ։ Այսինքն մենք էլ պիտի մեր վրա աշխատենք երևի, թե բացի նրանից, որ տղամարդիկ ինչ որ ձևով պիտի փոխեն։ Այո։ Եվ քո նրանով, որ դու կին ես եւ պաշտոնյա ես, երբեք դու տղամարդուն որպես տղամարդ չպետք է ենթարկեցնես քեզ, անգամ քո ենթարկյալին, այլ միայն որպես պաշտոնյա։ Ինչ որ մի սահմանազատում պիտի լինի, որտեղ դու տղամարդկային ինքնասիրության իրավունք չունես կպչելու, ինչպես որ տղամարդ ղեկավարը կնոջ ինքնասիրությանը։ Դժվար է, բարդ է, բայց պետք է ձգտել դրան, եւ կարծում եմ շատերը հասնում են դրան, եւ օրինակներ ունեն, կարծում եմ դրա։ Մի քիչ եթե զգուշ լինենք, չվիրավորելով եւ տղամարդիկ կանանց եւ կանայք տղամարդկանց կանցնենք այս փուլը։ Այո, համբերություն ունենանք, ձգտենք միշտ դիմացինի տեղը դնել մեզ, փորձել նրա մաշկում լինել եւ հասկանալ ես ինչպես կվերաբերվեի իրեն փոխարեն։ Ընտանիք, ծնողների դերը մեր կյանքում, էլի ձեր դիտարկումները, եթե կարելի է մեզ հետ կիսեք, ինչպիսին էին ձեր ծնողները, դուք որպես ծնող, երկու աղջիկ ունեք, ձեր աղջիկները որպես ծնող արդեն, էլի այս դերերում ինչ-որ բան փոխվել է, Տիկին Մարգարիտա։ Կարծում եմ շատ բան է փոխվել։ Իմ ծնողները ուսուցիչներ էին, մայրս դպրոցի տնօրեն էր երկար տարիներ, եւ ուսմասվար էր, հայրս նույնպես, այլ դպրոցում տնօրեն էր, մայրս քիմիկոս էր, հայրս աշխարհագրագետ էր, եւ իհարկե իրենք լավ ծնողներ էին, եթե ստանդարտ գնահատականներ տամ, շատ լավ ծնողներ էին եւ շատ լավ ընտանիք էինք, բազմազավակ, 6 երեխա էինք, հայրս շատ խիստ մանկավարժ էր եւ դպրոցում էր շատ խիստ եւ տանն էր շատ խիստ, մայրը շատ բարի, բայց նաեւ շատ համառ, ուժեղ անձնավորություն էր եւ գիտեք ամենաբանը ինչն էր, որ մեր տանը ընթերցանության մթնոլորտ էր, երեկոները մենք մի կես ժամ, մի ժամ կիրակիները ավելի շատ նույրում էինք համատեղ ընթերցանության, մեկը բարձրաձայն կարդում էր եւ մենք բոլորս լսում էինք։ Իսկ ինչ էիք ընթերցում։ Շատ տարբեր բաներ։ Հայրս պատմում էր տիեզերքի մասին մեզ, շատ հետաքրքիր էր։ Եվ մենք միջև դպրոց գնալը արդեն շատ լավ գիտեինք աշխարհագրությունը, ֆիզիկական աշխարհագրությունը, ինչ երկրներ կան, ինչ քաղաքներ, ինչ գետեր եւ այլն, դա շատ օգտակար է եւ շատ զարգացնում է երեխաներին միջև դպրոցը։ Եվ հիշում եմ, թե ինչքան հափշտակված էինք մենք լսում, այդ ամեն ինչը անցալում, շատ փորձ է դա։ Բայց ես որպես ծնող փորձեցի տարբերվել իմ ծնողներից նրանով, որ ես իմ երեխաների հետ ամենավաղ տարիքում կիսվում էի իմ խնդիրներով, աշխատանքային անգամ, ֆինանսական, եւ ես ձգտում էի իրենց հասկացնել, թե ինչը որտեղից է գալիս, ոնց է ստեղծվում, որտեղ է ծախսվում, որ դա ռեսուրս է, ամեն ինչը ռեսուրս է։ Եթե մենք ճամփորդենք ինչ որ թանգարանային քաղաք, որտեղ որ շատ են թանգարանները, ուզենանք զարգանալ եւ այլն, այդ նշանակում է մենք ծով չենք կարողանա գնալ ամռանը։ Մենք քննարկում էինք դա։ Ընտրության հնարավորությունը մասամբ իրենց վրա։ Այո։ Ես իրանց հետ խորհրդակցում էի, արդյոք արժի դառնալ ազգային ժողովի падգամավոր, թե չարժի։ Իմ աղջիկներն ժամանակ 11-13 տարեկաններ էին երևի։ Եվ ինչ կլինի, եթե ես падգամավոր դառնամ, ինչ դրական բաներ տեղի կունենան մեր կյանքում եւ ինչ բացասական հետևանքներ կարող են լինել։ Եվ ընդհանրապես բոլոր հարցերը քննարկում էինք իրենց հետ։ Եվ կարծում եմ, որ դա ճիշտ է, որ երեխաները մասնակից լինեն, որ իրանք ակունքներից հասկանան սկիզբը, վերջը, ընթացքը, հարաբերություններին գնահատական տալը, իմ ընկերները, իմ երեխաների ընկերներն էին նույնպես, այդպիսի մթնոլորտ էր մեր տանը, որ հարազատների նման
եւ ընկերական շրջապատը որքան կարեւոր է մարդու կյանքում, շփումները, որ շատ լավ բան է, որ ընկերներին դու ես ընտրում։ Այսինքն դու փորձում ես քեզ ընտրել այնպիսի մարդիկ, որոնք քո հոգուն մոտիկ են, նույն պահանջները ունեն աշխարհից, նույն ընկալումները ունեն, եւ դու կարող ես ինչ-որ բաներ իրենցից քաղել, օգնել իրենց, լավ քեզ զգալ, զվարճանալ, բայց ունենալ այն ինչը որ քեզ հոգեհարազատ է այս բոլոր բաների մեջ, հարաբերությունների մեջ։ Իսկ որպես ծնող կարծում եմ շատ լավն են այն ծնողները, որոնք իրենց մանկությունն են հիշում, որովհետև ինչից դու տառապել ես մանկության ժամանակ ու դաջվել ա քո մեջ, աշխատում ես չկրկնել նախ եւ քո ընկալումները մանկական այդ երևակայությամբ, որ ինչ որ մի բան գուցե մեծի աչքով սարսափելի չի, բայց մանկան աչքերում, մանկան ընկալմամբ դա սարսափ է, որ կարող է ինչի փոխարկվել սովորական մի միջադեպը, փորձում ես իր աչքերով նայել եւ քո մանկությունը հիշել, շատ դժվար բան է ծնող լինելը, բայց միևնույնն է, չկա իդեալական ծնող եւ չկա իդեալական երեխա, չկան իդեալական հարաբերություններ եւ ներողամտությունը փրկություն է, փրկողակա բոլորի համար, որ փորձում ես հասկանալ թե դու ինչու իրան այդպես չես վերաբերվել, ինչպես ինքն էր ակնկալում, չես տվել կամ տվել ես ոչ այն ինչը պահանջված էր իր կողմից այդ ժամանակ, միևնույնն է, սխալներ լինում են, եւ այդ սխալները մարսելը անգամ հասուն տարիքում շատ կարևոր է հարաբերությունների շարունակականության եւ ճիշտ զարգացման համար։ Ես ինձ վրա եմ զգում, իմ երեխաները արդեն 40 անց են եւ մանկական հարաբերությունները մինչեւ հիմա գալիս են հայելանման արտացոլվում են հիմա էլ։ Ինձ թվում է յուրաքանչյուրիս կյանքում էր մեկի մոտ մի քիչ շուտ ավելի, մեկի մոտ մի քիչ ավելի ուշ գալիս է այդ этаպը, ինչ որ բաների համար քո անհաջողությունների համար ծնողներին մեղադրելու Հիմա շատ մոդայի կա դա։ Հա, դե չի կարելի իմ կարծիքով, պիտի գիտակից լինենք Դե անգամ եթե մեղադրում ես, պիտի հասկանաս թե դա ինչու էր այդպես։ Այո, եւ ու անցնես այդ Հա, этаպը, ամեն ինչի մեջ առանց է։ նեղացնելու, ամենամտերիմ մարդու նեղացնես այդ քո բառերով, հետո տարիներ հետո ինքդ քեզ ես մեղադրելու։ Դրա համար ինձ թվում է այս этаպը յուրաքանչյուրս է անցնում ու պիտի մի քիչ լուր անցնի, զուսպ անցնի, որ կարողանանք դա մի քիչ էլ ավելի կարճ ճանապարհ ինքդ քեզ արդարացնել, որպեսզի դու քո սխալի համար բան չունենաս, մեղքի բեռ չունենաս, անցնես ծնողդ, որ ինքը ինձ դաստիարակեց, ինչ որ մի բան մտցրեց իմ մեջ, որ հիմա ես չեմ կարողանում։ Դե կարողանաս, ինչ ես այդ գնում։ Դե իհարկե։ Կին Մարգարիտա խոսեցիք գրքերից, ասեցիք, որ ձեր ընտանիքում ընդունված է եղել կարդալը։ Ձեր կարծիքով այսօրվա մեր հասարակության մեջ դա պակասել է թե չէ, ու ինչի սկսեցիք հենց դուք գրել։ Լավ հարցեր։ Ասեմ, որ միշտ գրել եմ, բայց երբևէ հրատարակելու ոչ ժամանակ եմ ունեցել, ոչ նորմալ վերամշակելու, նայելու չի եղել հնարավորություն, որովհետև կարծես ամբողջ կյանքը վազելով եմ ապրել։ Եվ հետո արդեն երբ որ հնարավորություն ունեցա, առաջին իսկ հնարավորության ժամանակ անցա այն նյութերին, որ արդեն ունեի, եւ ավելացրի եւ ի վերջո 16 թվականին լույս տեսավ իմ առաջին գիրքը, որը կոչվում է «Մի բուռ աստղային փոշի» եւ 2 տարի առաջ, երբ դառնամ Դեղցենի գիրքը եւ Աֆորիզմներ փոքրիկ գիրք։ Գիրեք, որոշակի ժամանակահատվածում յուրաքանչյուր մարդ իր մտքերը, իր անցած ուղին ամփոփում է, բայց սա ամփոփում չի, երբ որ դու գրելու պահանջ ես ունենում, գրում ես։ Եվ դա եղել է իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ուղղակի հիմա ես կարողացա այդ ամեն ինչը գրքի վերածել։ Հավաքել իրար գլխի։ Այո, հավաքել եմ եւ հիմա էլ աշխատում եմ, արձակ
ունեմ բավականին, որը շատ դժվար է տրվում ինձ, հույս ունեմ, որ գոնե 1 տարի հետո կլինի այդ գիրքս եւ ունեմ բավականին շատ աֆորիզմներ, որոնք ուզում եմ միացնել այս առաջին գրքին։ Սրանից բացի էլի կան աֆորիզմներ։ Այո, շատ։ Գրականությունը ինձ համար միշտ հատուկ տեղ է գրավել իմ կյանքում եւ կարծում եմ առաջ ավելի շատ էինք կարդում եւ գիրք կարդալը կարծես թե հաճույքներից շատ բազմազան չէին հաճույքները, զվարճալիքները եւ ամենավառ երևի որ տրված էր որ հնարավորությունն էին դա գրքերն էր, ընթերցանություններ հետո եկավ հեռուստատեսությունը, հետո եկավ այդ ամեն ինչը եւ մարդիկ հիմա ժամանակ չունեն գրքերի բայց մոռանում ենք որ ակունքը գրքերն են գրականությունը փաստորեն բոլոր արվեստները սնող մշակույթն է այսպես ասած արվեստն է բայց հիմա ես նայում եմ վիճակագրությունը կարծես թե մի փոքր ավելի հասարակության մեջ աճում է հետաքրքրությունը ընթերցանությունը ավելի մեծ տեղ է գրավում վաճառվող գրքերի վիճակագրության տեսակետից էլ է այդպես եւ երջանիկ են հասարակությունները որտեղ կարդացող մարդիկ շատ են որովհետեւ կարդացող մարդը մակերեսային զարգացած մարդ չի կարող լինել։ Ի վերջո կարդացող մարդը այսպեսի ասույթ կա, որ ասում է միշտ կարդացող մարդը ղեկավարում է գիրք կարդացողը, գիրք ընթերցողը ղեկավարում է այն մարդուն, ով էկրան է նայում։ Որտեվ իմ կարծիքով է փոխարինել հնարավոր չէ մեկը գիրքը բազմաթիվ շերտեր է թողնում մարդու մեջ, նստվածք է առաջացնում, դա ինտելեկտուալ ռեսուրս է դառնում, որը արդեն ինքնադրսևորվում է այլ ձևերով մարդու մեջ։ Նրա կազմակերպչական ունակություններից սկսված եւ շատ բաներով վերջացրած։ Դրա համար բացի նրանից, որ ընթերցանությունը հաճույք է, ընթերցանությունը նաեւ շատ օգտակար է որպես անձ կայանալու համար, որը ես ցանկանում եմ մեր երիտասարդներին ընթերցասիրությամբ ավելի շատ տառապել, քան թե էկրան նայելով։ Այո, ժամանակի ավելի միանշանակ։ Գոնե մի փոքր հատված։ Գիտեք 15 րոպե, եթե մարդը սկսում է 15 րոպե կարդալ, դա ոչինչ չի տանում, ֆորմալ, անգամ առանց սիրելու, սկսում է կարդալ 15 օր հետո դա պահանջ է դառնում եւ դառնում է կես ժամ հիմա իմ թորնիկը օրը 150 էջ է կարդում 15 րոպեից է սկսել եւ հիմա 150 էջ է կարդում եւ երջանիկ է բանով որ եւ կարծում եմ դա հետքերը թողնում է մարդու վրա զարգացում այնպես որ հա գրքերը ամենալավ ապրանքներն են Այո, գնելու եւ գործածելու տեսակետի։ Այո։ Ամենալավ ներդրումը ես կասեի անգամ։ Որակյալ։ Տիկին Մարգարիտա, ես հենց անվերջ կարող եմ զրուցել ձեզ հետ։ Որովհետեւ ինձ իրոք շատ հետաքրքիր է։ Վերջում ուզում եմ 7 կարճ հարց տամ ձեզ ու խնդրեմ շատ կարճ պատասխանեք առանց երկար մտածելու։ Առաջին ինչ կա մտքին դա ասեք, որովհետև հետո երբ որ սկսում ես մտածել, մի քիչ արդեն սկսում ես կառուցել միտքդ։ Փորձենք այս 7 հարցերով սենց արագ անցնենք։ Լավագույն անցել է թե արժևում է։ Արժևում է։ Ապրում եք ավելի շատ ձեր համար թե ուրիշների։ Ինձ համար։ Կա որևէ բան, որ դեռ չեք փորձել, բայց կուզենայիք։ Շատ բաներ։ Մի օրինակ կբերեք։ Շատ ուզում եմ լինել Ճապոնիայում։ Միշտ երազել եմ, բայց երբեք չի հաջողվել։ Դեն բուդդիզմին ծանոթանալ, մի քիչ ակունքները հասկանալ։ Ուզում եմ 4-րդ գիրքս ավարտել եւ 5-րդի բաներն էլ կան, որ կիսատ պրատ դրանք ավարտել։ Շատ բաներ կան, չթվարկեմ։ Ձմեռ թե ամառ։ Ամառ, սիրտ թե ուղեղ։ Ուղեղ։ Ինչի համար է ձեզ տրված այս կյանքը։ Երջանիկ լինելու։ Հանդիպեցիք Աստծուն, ինչ կասեք, ինչ կանեք։ Կողջունեմ եւ կհայցեմ ներողամտություն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ հետ Տիկին Մարգարիտան է։